Դուք ուզում եք ասեք 60 եւ ավելի տարեկան մարդը պետք է նոր սկսի բիզնես, այսինքն սա այդ մարդը 40 տարի կոնյակի գործարանում աշխատելով 60 եւ ավելի տարեկան է դառնում, որոշում է փոփ վարչապետս այսպիսի բան է ասել, կանի կոնյակի գործարան դնեմ, լուրջ եք ասում։ Կամ այդ ինչ տնտեսական ծրագիր պետք է մշակեն այս թերհասները, որ ասենք Հայաստանի Հանրապետության 600,000 ազգաբնակչությունը բիզնես դնի։ Պարոն Փաշինյան, ձեր 7 տարվա կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետություն օտար երկրյա ներդրումները գրեթե հասել են 0-ի։ Հայաստանի Հանրապետությունում ներքին ներդրումները գրեթե հասել են 0-ի։ Արտագաղթել է վերջի 7 տարվա մեջ շուրջ 300,000 մարդ։ 13,000 քառակուսի կիլոմետր տարածք ենք կորցրել, Արցախ ենք կորցրել, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության բաղկացուցիչ մասն էր։ Հայաստանի Հանրապետությունում ծնելիության, աստիճանը գրեթե ձեր իսկ սիրելի բառերով պատմական ռեկորդի է հասել։ Հայաստանի Հանրապետությունում մահերի թիվը ավելացել է, մահերը երիտասարդացել է, երիտասարդներն ավելի շատ են մահանում, քան ծերերը։ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունը, թմրամոլությունը, խաղամոլությունը հասել է պատմական ռեկորդի։ Ինչու չեք ասում ազգային ժողովից, որ Հայաստանի շուրջ 300,000 մարդ է արտագաղթել իմ կառավարության տարիներին։ Ինչու չեք ասում, որ իմ կառավարության արդյունքում 13,000 քառակուսի կիլոմետր ենք կորցրել, Արցախ ենք կորցրել։ Ինչու չեք ասում, որ Հայաստանի Հանրապետությունում իմ կառավարման տարիներին ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը չի մեծացել, ավելացել, տեսակարար կշռ, այլ նաև նվազել է։ Չէ՞ որ դուք 18 թվականին ասում եք, որ իմ կառավարման արդյունքում խնդիր ենք դրել մեր առջև, մեր կառավարության առջև, որ մինչև 2050 թիվը Հայաստանի Հանրապետության բնակչությունը պետք է լինի 5 միլիոն։ Պարոն Փաշինյան, 7, այսա կլինի շուրջ 8 տարի դուք ղեկավարում եք, 80,000-ով բնական աճ Հայաստանի Հանրապետությունը ապահովել է, թե ոչ։ Այդ բնական աճը պետք է ապահովի, որ ծերունական թոշակառուների տարիքային շեմը չբարձրանար։ Որքան Հայաստանի Հանրապետությունում հարգելի թագուհի բնակչության թվականակը նվազում է կամ մնում է անփոփոխ լավագույն դեպքում ծնելիության գործակիցը 2.2-ից ավելին չի, արտագաղթը մնում է անփոփոխ, աշխատուժի շուկան դոփում է իր տեղում, տնտեսությունը դոփում է իր տեղում, այդ երկրի օրվա իշխանությունները նաև օբյեկտիվ լինեն որոշակիորեն սրանց հանդեպ։ Այո, ծերունական թոշակառուների տարիքային շենքը ուզի թե չուզի պետք է բարձրացնի, որպեսզի կարողանա մեղմացնել այս սղաճը, որը Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության մեջ է, այն գնաճը, այն ինֆլյացիան, այն պետական բյուջեի դեֆիցիտը, այն պետական բյուջեի կառուցվածքը, դուք հասկանում եք 600,000 մարդու, այսօրվա մեր կենտրոնական բյուջեն ապահովում է թոշակով, իսկ թոշակառուն եկամուտ չի գեներացնում, ապահովում է հարաբերականորեն պետպատվերով բուժ օգնություն, որոշակի դեղի խմբաքանակներ անվճար տրամադրվում են, ամբուլատոր հետազոտություններ եւ այլն, մենք հասկանում ենք միայն պետական բյուջեի վրա, ծախս, ներողություն եմ խնդրում, ծախս, մեր թոշակառունները 600,000-ը, դա միայն թոշակը չի, դա նվազագույնն է, որ պետությունը անում է, այսինքն թոշակ է տրամադրում մեր տարեցներին, անապահով ընտանիքներին, հաշվանդամներին, այլ նաև ծախսեն բուժ օգնությունը, բուժեսը, բուժենը, հասկանում եք, այդ ամբողջը միասին դա ահռելի մեծ ծախս է պետական բյուջեի վրա, եւ այս 7 տարվա կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 70,000 ազգաբնակչությունը բնական աճով չի ավելացել եւ հակառակը նվազել է, օրվա իշխանությունն այլ բան չի մնում, թոշակառուների տարիքային շեմը բարձրացնի սա մեկ եւ երկրորդը, եթե այս տեմպերով գնաց, չի բացառում, որ այս մարդը պարզապես ասի, գիտեք ինչ կա, եկեք մենք առաջինը լինենք աշխարհում, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակ հասկացություն գոյություն չունի։